Ուրեմն երկրապահ ազատամարտիկները կամ երկրապահ զինապարտները դրանք մեկ կամ երկու հոգու ուրեմն խնդիր չեն լուծում են մեկ համընդհանուր խնդիր երկրապահ բանակի, երկրապահ ուրեմն պետության երկիր պահող ժողովրդին։ Երկրապահ դա ժողովրդական կոչում է, դա ժողովրդի կոչումն է, երկիր պահող ժողովուրդ։ Երկրապահը որպես հասարակական կազմակերպություն դա ուրիշ խնդիրներ է լուծում, նա լուծում է այն խնդիրները, որը նաև երկրապահին չեն վերաբերում, անկախ իրենից թե դարից, ինքը մտնում է քաղաքական կատակլիզմների մեջ շատ դեպքերում, մտնում է իրեն վերաբերող ու չվերաբերող հարցերի մեջ, բայց դա երկրապահի մի անդամի կամ ցանկացած կազմակերպության մի անդամի լավ եւ վատ լինելը անդրադառնում է մյուս անդամների եւ ընդհանրապես հասարակության լայն շերտերի մեծից փոքրի վրա, չէ՞ որ ամեն մի ընտանիքում հենց ինքը ժողովուրդը, երկիր պահող ժողովուրդը, որը իր վրա պարտադիր չի երկրապահի նշանը կպցնենք ու տարբերենք։ Ես երկրապահի նշանը չեմ կրում, որովհետեւ այդ նշանը մեր սրտի մեջ է։ Այդ նշանը ազգի անվտանգության ապահովումն է, այդ նշանը վաղվա օրվա գիտակցումն է, անդադ ստեղծագործել, անդադ նվիրված լինել եւ անթաքույց բոլոր դժվարությունները տանել եւ ուրեմն երկրապահը, որ անմիջապես նվիրվում է հայրենիքին, երկրապահ, որ անդադ տանում է բոլոր դժվարությունները, երկրապահ շռայլ հոգու տեր է, բայց երբևէ այդ հոգու բարիքներից ինքը չի օգնում։ Իր միակ հարստությունը ձեռք բերածը ազգային արժեքը դա հայոց բանակն է, նրա երկիրն ու տերը դա հայկական հանրապետությունն է, Հայաստանն է։ Դա երկրապահ միշտ յուրաքանչյուր երկրապահ բռնում է պետության զարգացման եւ բանակի ու ստեղծագործ աշխատանքի ուղին։ Եվ հերոսական իր անցյալով չի բարձրանում, չէ՞ որ դա բոլորի կոչումն է։ Եվ ոչ մի հերոս չի կարող ասել, որ դա իր կոչումն է։ Չկա ազգում հերոս, որ ասենք դա միայն իր ձեռք բերածն է։ Դա կոլեկտիվի, դա ընդհանուր համահայկական ուժերի հերոսացման, ոչ թե մեկ մարդու անունացորդ նվիրվելու արգասիքն է։ Ուստի այս տեսակետից դիտելով մենք մի կողմ ենք դնում յուրաքանչյուր քայլ արժանի գնահատական տալով հերոսներին ու հակահերոսներին, արժանի գնահատական տալով սովորական մարդիկին, որ պարտադիր չի կրի հերոս անունը, ուրեմն եւ մեր հերոսամարտը յուրահատուկ պայքարը եւ հաղթանակները գալիս են եւս մի անգամ ապացուցելու, որ մենք երբևէ տեղում չենք կանգնում։ Մենք պետք է համախմբվենք, ազատենք բոլոր ճանապարհները, մեր իսկ ընտրած նոր ճանապարհը անցած բարդ ու քաղաքական դժվարություններով լեցուն ուղին, մեր հաղթանակները, մեր ձեռքբերումները բազմապատկելով նոր սերնդի եւ զինվորի ու զորականի մեջ տեսնելով վաղվա օրը պիտի տեսնենք նրա կողքին նոր Հայաստանը իր խանդավառությամբ, սիրով եւ հավատարմության խորհրդանիշներով, մեր զինանշաններով, որ հոգու հաղթակայլն է, մեր քայլը դեպի ոչ թե առաջ, մեր քայլը դեպի ապագա, մեր քայլը դեպի առաջ։ Հաճախ եմ ասում, ու մենք անտարբերություն ենք մատնում եւ շատ դեպքերում թվացյալը, որ յուրաքանչյուր մեկը կարող է հիվրանքներ ու բամբասանքներ, ասիկոսներ տարածի ժողովրդի մեջ, մենք չենք պնդում մեր արածը, մեր արածի արգասիքը, կենդանի հուշարձանը ազգային պետականությունն է եւ ազգային բանակը։ Առանց խորանալու ազգային ազատագրական շարժումից ծնված եւ նրա պայքարին զինվորագրված մարտիկների վաճառման առաջնորդների անսահման հայրենասիրության, հավատի եւ նորարարության շնորհիվ ձեռք բերած հաղթանակի ողեղեն էության, բարության համաժողովրդական արժեքների մեջ անարգի եզրակացություններ մի արա ես կասեի այդ մարդուն, մի շփոթեցրու քո չիմացածով, մի մարդկանց ուրեմն շնչառության առջև կանգնի քո անգրագիտությամբ եւ առանց հասկանալու
էությամբ։ Երբ որ երկրապահ ջոկատները կազմավորվեցին, դա ստիպողական պայթում էր բանակ ստեղծելու գաղափարը։ Երկրապահ ջոկատները դա երկիր պահող ժողովուրդն էր, որը զինվորագրվեց եւ մենակ զենքով կար ազգի փրկությունը այդ դրոշի տակ։ Հախուռն շարժումը նոյեմբերի 22-ի ուրեմն Պարետային ժամի մտցնելը բոլորիս ցույց տվեց, որ մենք կանգնած ենք մեր ձեռքերով ուրեմն մի ամբողջ սովետական հորդաների դեմ։ Կանգնած ենք ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտությունը սրելու եզրերին, ոչ թե Սումգայիթյան ջարդերի, ոչ միայն ուրեմն ժողովրդին խղաչուրելու եւ բաժան անելու Երևանը Բաքվի վերածելու վտանգի առաջ, այլ կանգնած ենք ազգային գաղափարախոսությունը կործանելու եզրին։ Դրա համար հարկավոր էր մի գաղափար, որի առջևից տաներ մյուսներին հարկավոր մի շարժիչ ուժ։ Այդ շարժիչ ուժը ոչ թե երկրապահ կամավորականների միությունն էր, որը հետագայում պատերազմի մի դադարի ժամանակ մենք ստեղծեցինք, որպեսզի պետությունը չունենալով միջոցներ չէր կարողանում հոգալ սոցիալական դրությունը աշխատանքի տեղավորելու հարցը։ Գիտեք, բոլոր պատերազմներում կա եւ հաշմանդամ եւ զոհվածների ընտանիքներ, կա բանակի քայլ, կա ուրեմն նյութական պաշարների ստեղծման հնարավորություններ, կա ռիսկի գնահատում եւ կա ընտանիք պահելու կարեւորություն։ Երբ որ մարդը տուն է դառնում կռվից, չունենալով ոչինչ, ոչ հող, սեփականաշրջան, ոչ տուն, շատ դեպքերում քանդվել էր սահմաններում կամ ուրիշ տեղ, երկրաշարժից կամ եւ այլ բաներից, եւ չունենալով կարողություններ, նրան պետք է օգներով ընկերը։ Առաջին հերթին մենք մեծ դեր կանգնեցինք, ոչ միայն պետությունը, որ սոցիալական փաթեթներ էր ստեղծում կամ Գերագույն խորհրդի որոշումներով կարգավորում էր ազատամարտիկների սոցիալական պաշտպանվածությունը, այլ անհրաժեշտ էր, որպեսզի մենք ինքներս համախմբվենք ու տեսնենք ինչ ունենք։ Դրա համար երկրապահի առաջին հանրագումարը, որի 25 տարին այսօր 22-ից 25 ընկած ժամանակահատվածում մենք 15 օրում Վազգեն Սարգսյանի հետ կազմակերպեցինք այդ հավաքը, որ հանրագումարի բերենք մեր առանցն ու չարածը։ Շատ կարճ ժամանակամիջեցում ստեղծեցինք երկրապահի էմբլեմը, կանոնադրությունը, լիազորագիրը, մանդատը, որ պատգամավոր չէ, լիազորված անձ երկրապահ, ուրեմն զինապարտների, մենք բոլորս զինապարտ ենք, մինչև 100 տարիներ։ Վերջի զինապարտը մեր Սպարտակն է, 85 տարեկան արդեն, ուրեմն եւ ինքը իրան զինապարտ է համարում։ Երբ որ 50 տարեկանից ենկում արդեն 3-4 փուլն է գալիս։ Այսօր ուրեմն սովորական զինվորից դարձած զորական, զորականից նորից զինվոր, մենք ապրիլյան պատերազմում թե ամենօրյա կյանքում տեսնում ենք մեծ ու ահավոր դժվարություններ։ Դրա համար հանրագումարու բերելով մեր առանցն ու չարածը տեսնում ենք ովքեր կան, խմբավորում ենք, շարասյունների ենք բաժանում, առաջնային, երկրորդական շարասյունների։ Քանի ջոկատներ են կազմավորվել, քանիսը չկան, քանիսն են նորից թարմացման կարիք զգում։ Ինչպես ստեղծել նոր գումարտակներ երկրապահի բազայի եւ ընդհանրապես ազատամարտիկներ։ Երկրապահը ասում եմ, շատեր ասում են, մենք Սասունցի Դավթից ենք, մենք Տիգրան Մեծից ենք, մենք Արաբոյից ենք, մենք Կորնիձորից ենք, մենք երկրապահ չենք։ Ուրեմն բոլոր ջոկատներն էլ անվանումներ են ունեցել։ 36 մենք շրջանում 90 թվականին ստեղծեցինք մարտի 3-ին, երբ որ նորից հանրագումարի բերեցինք ժողովրդական մարտի 3-ին հանրագումարի բերեցինք եւ սահմաններում դիտարկեցինք ով որտեղ է կանգնած։ Ինքնապաշտպանական շրջանները ինչպես ստեղծենք Լեռնային Ղարաբաղում, սահմանի երկարությամբ նոյեմբերյանից մինչև մեղրի, մենք տեսանք թե որտեղ ինչ կարող ուժ կա եւ ով կարող է ղեկավարել։ Կադրային զինվորականը համադրելի պետք է լիներ, գեներալ Դավիթ Վարդանը շատ լավ բնութագրեց երկրապահի առաջին հանրագումարում իր այստեղ ուրեմն նկարում զետեղված է ելույթը, ուրեմն եւ ձայնագրությունները կան բոլոր, այն ժամանակ պաշտպանության նախարարի պարտականությունները կատարում էր Նորադ Տեր-Գրիգորյանը։
Եվ նա ուրեմն երկրապահին բնորոշեց որպես արդեն իսկ կադրային դարձած զինվորականի։ Արդեն որ մենք մեր շարքերը այնքան ենք միացվել, որ չէր տարբերում որտեղ է բանակը եւ որտեղ է սկսվում ազատամարտիկը։ Այն ժամանակ, երբ որ դու կզգաս, որ պաշտպանության նախարարությունը կամ ռազմի նախարարությունը իր ռազմարվեստով եւ երկրապահ իր բարձրացած ռազմարվեստով երկրապահ բոլոր ջոկատները, ասենք ազատամարտիկները, բոլոր ազատամարտիկների միությունները միասերտ գործելով կարող են երկրապահ հարստացնել, իրենց փորձը, կուտակած փորձն, գաղափարախոսությունը ազգային հաղորդել նորընծա բանակին եւ երկրորդ համագումարում, երբ որ մենք ստեղծում ենք մանկապատանեկան ուղղությունները, որ այսօր երասերունդ երկրապահը արդեն քայլում է ծերունդով, մենք չենք ուզում դպրոցի ներսում թելադրել ինչ-որ հաստիկներ, ինչ-որ խնդիրներ ուղղակի, մենք ուզում ենք վարժեցնել, տեսնել, որ ոչ միայն զենք զգալու կարողությունը, այլ հոգեկան, մտավոր գաղափարախոսությունը զարգացնել։ Այստեղ ես ուրեմն մի քանի մտքեր էր գրել։ Երկրի ստեղծող Պահոյն ու Շինասովին նոր Հայաստանի բացված առավոտյան զարթոկը հոգուց ճառագայթներով ուղղված եւ հայրենիքի սահմանների շուրթերով գծած զինվորին ու արժանապատիվ զորականին երբ որ չեն գնահատում, երբ որ ուրեմն հարկ են համարում վերացնել եւ գզրտոց է սկսվում, ես հարկ եմ համարում վերացնել այդ գզրտոցը, հայրենասիրության պաշարները դոլերով չափող եւ իր փամփուշտները նպատակային եւ աննպատակ կրակած անհարգի իրար այս կամ այն կազմակերպությանը հայով իրար նկատմամբ հարգանքն ու հանդուրժողականությունը կորցրած եւ նույնիսկ երաբուրի տղաների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Աստծո դատավորի դերը ստանձնելու անհարգի պահվածքը այդ մարդկանց, որոնք չեն գնահատում եւ չեն հասկանում ընդմիշտ, որ հայկական բանակ ստեղծած մարտիկները եւ զինվորները, զորականները վեր են ամեն տեսակ հասարակական եւ քաղաքական կազմակերպության շահերից։ Նրանք չեն մեռել, նրանք հավերժի ճամփորդ են եւ անկախ հանգամանքներից եւ քաղաքական մեր անձնական շահերից շարունակելու են պահել երկիրը, մեր բանակը, մեր ազգային արժեքները ձուլվելով նոր Հայաստանի կառուցմանը, անցած նոր եւ համաժողովրդական շարժման ձեռք բերած արժեքներին, դառնալով նրա շարժի շուրը, առանց կուրս ծեծելու եւ առանց հաշվելու այդ ճանապարհին իրենց պահունակները եւ գրաված բարձունքները, կրակած ու չկրակած փամփուշտների կանակը։ Ինչպես ողջ հասարակությունը ամբողջ օր հայության համար պաշտպան դարձած համազգային միասնության առողջ դրոշակակիրը առանց գաղտնի ու ստվերային շարժման անհարգի խեղաթյուրող երևույթների, առանց մտափոխող ու հետին նպատակների նվիրվածությամբ պետք է գնանք համամազգային եւ համամարտկային արժեքների անդադ ստեղծման ճանապարհով, ու այդ ճանապարհին գիտակցաբար չխնայելով ողջ ուժերը, կյանքն ու նրա սերունդ անդադության ոգին։ Համարձակորեն պահպանելով հավատը առաստված, ընկեր ու ժողովուրդ ուրախանալ մեր երեխաների հավատավոր ու ստեղծագործ պահվածքով, գեղեցիկ արարքներով կարգի հրավիրել այս գեղեցիկ աշխարհը նոր Հայաստանի ամենօրյա զարթոնքը արատավորով եւ հասարակության ձեռքբերումները արգելակող ուժերուն թափարող անհայրենի կանատներին, խմբերին ու կլաններին, բացահայտել հարստարիչ ներքին ու արտաքին թշնամիներին դուռը պինդ փակել հարևանին գող ու թալանչի անհարգից չավանել։